Քաղաքային դատարանում հարցաքննվել է Գյորգի Քադակի ծնսաբոտաժի փորձի եւ թշնամական գործունեության մեջ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությանը օժանդակելու հոդվածներով հարուցված հետաքննության շրջանակներում։ Վերջինիս խոսքով նա մի քանի անգամ գումար է փոխանցել բանտարկյալների ընտանիքներին օգնելու համար նախատեսված տարբեր հիմնադրամների։ Մեղադրողի խոսքով հետաքննությունը հետաքրքրվել է նաև Facebook-ի գրառումներով, որտեղ նա ակտիվորեն մատնանշում է կառավարության տապալումը։ Պատա Բուրճուլաձեն, Մալխազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պատա Մանջգալաձեն եւ Լաշաբերիձեն սպասում են դատախազության խափանման միջոց կիրառելու որոշմանը։ Այսօր առավոտյան դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել վերջիններից։ Մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու եւ ղեկավարելու, ռազմավարական եւ հատուկ նշանակության օբյեկտ գրավելու փորձ կատարելու, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու եւ պետական իշխանությունը տապալելու կոչ անելու մեջ։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 9 տարի ազատազրկում։ Դիղոմիի գլխավոր վարչությունում ներկայացված մեղադրանքներին ծանոթացրել են կալանավորներին։ Պատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պատա Մանջգալաձեին եւ Լաշաբերիձեին այցելել են իրենց իրավապաշտպանները։ Փաստաբանների խոսքով իրենց հաճախորդները կատարված գործողությունները հանցագործություն չեն համարում եւ ասում են, որ պայքարում են հայրենիքը փրկելու համար։ Քաղաքական գործիչները, ովքեր կասկածանքով էին վերաբերվում հոկտեմբերի 4-ի խաղաղ տապալմանը մասնակցելու գաղափարին, արդյունքների պատասխանատվությունը դնում են կազմակերպիչների վրա, որոնք այժմ կալանավորված են։ Ազգային շարժումը հարցեր ունի Պատա Բուրճուլաձեի եւ մյուս կազմակերպիչների կողմից ծրագրի մշակման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է իշխող թիմին, ապա վրացական երազանք կուսակցությունը հայտարարում է, որ յուրաքանչյուր օրինախախտ կստանա պետության կողմից խիստ պատասխան։ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվել են այլախոհության լայնածավալ ճնշման միջավայրում։ Ասվում է, որ անհրաժեշտ է կառուցողական ու ներառական երկխոսություն բոլոր քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կայա Կալասը ու Մարտա Կոսը կոչ են անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից, իսկ իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքով անարդարացիորեն են ձերբակալված։ Հայտարարության մեջ Կայա Կալասը եւ Մարտա Կոսը հերքում ու դատապարտում են այն, ինչը նրանք համարում են Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ ապատեղեկատվություն, ինչպես նաեւ դատապարտում են Եվրամիության դեսպանի դեմ անձնական հարձակումները։ Վրացական քաղաքական կուսակցություններն անդրադարձել են ՊԱԾ-ի հայտարարությանը, ըստ որի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ պետք է իրականացվեին դիվերսիոն գործողություններ։ Ազգային շարժումը նշում է, որ չի վստահում պետական անվտանգության ծառայության հայտարարությանը, քանի որ ՊԱԾ-ը եւ ներքին գործերի նախարարությունը 2012 թվականից զբաղվում է քարոզչությամբ։ Իսկ Գիրչիի ներկայացուցիչները նշում են, որ հեղափոխականներին նման պայթուցիկներ պետք չեն։ Նրանք չեն բացառում, որ սա պետական անվտանգության ծառայության կողմից կազմակերպված դավադրություն է, չնայած չեն բացառում գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության իսկությունը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Իր հերթին իշխող թիմից նշում են, որ պետական անվտանգության ծառայության կողմից կախված դիվերսիոն ակտը կապված էր կառավարությունը տապալելու ծրագրի հետ։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակի խոսքով հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացած ընտրությունները անցկացվել են լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ուժեղ ճնշումներով։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը այս հայտարարությունը արել է այսօր կայացած ճեպազորույցի ժամանակ լրագրողների հարցինի պատասխան։
Նրա խոսքով ընտրությունները բնութագրվել են ցածր մասնակցությամբ, ընդդիմության բոյկոտի ֆոնի վրա եւ Վրաստանի կառավարությունը ժամանակին չի հրավիրել ԵՀԿ-ի միջազգային դիտորդներին, ինչը խաթարել է ժողովրդավարական գործընթացի թափանցիկությունն հեղինակությունը։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը մեղադրել է Վրաստանի կառավարությանը ռուսական քարոզչության տարածմանը նպաստելու մեջ։ Նրա խոսքով սա վերաբերում է ապատեղեկատվությանը եւ Եվրամիության դեսպանի վրա հարձակումներին։ Նա նաեւ դատապարտել է բոլոր կողմերից բռնության ցանկացած դրսևորում եւ նշել, որ Եվրամիությունը միշտ աջակցել է խաղաղ բողոքի ցույցերին։ Քաղաքապետարանը իր իրավասության շրջանակներում առավելագույն օգնություն կցուցաբերի մասնավոր սեփականատերերին, որոնց ենթակառուցվածքները վնասվել են ցուցարարների կողմից։ Թբիլիսիի քաղաքապետը անդրադարձել է հանրահավաքի կազմակերպիչների միջև շարունակվող վեճի վերաբերյալ հարցին, որը վերաբերում է ներգաղթյալներին սարքավորումներ գնելու համար գումար հավաքելուն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է Չեխիայի Հանրապետության նորընտիր վարչապետին Անդրեյ Բաբիշին հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին նա գրառել է սոցիալական էջում ու մաղթել վարչապետ Անդրեյ Բաբիշին հաջողություններ հզոր եւ արդյունավետ կառավարություն ձևավորելու գործում։ Վրաստանը անհամբեր սպասում է գործընկերության վերականգնմանն ու մեր ժողովուրդների միջև կապերի հետագա խորացմանը, գրել է Իրակլի Կոբախիձեն։ Ուսուցիչների որակավորման քննությունների մասնակցել ցանկացողների համար կազմակերպվում է առցանց բաց դռների օր։ Հիշեցնենք, ոչ վրացալեզու դպրոցների սեկտորի պրակտիկոս ուսուցիչների եւ պրակտիկոս հատուկ ուսուցիչների համար որակավորման քննությունների գրանցումը շարունակվում է։ Կտևի մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 18:00-ն։ Թեմայով հետաքրքրվածները հնարավորություն ունեն հոկտեմբերի 7-ին ժամը 16:00-ին մասնակցել տեղեկատվական օնլայն միջոցառմանը։ Առցանց բաց դռների օրը անցկացնում է գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնը։ Ով իրավունք ունի մասնակցել քննություններին, ինչպիսին է գրանցման գործընթացը եւ ինչ պետք է հաշվի առնեն քննությունների մասնակցել ցանկացողները։ Հետաքրքրված անձիկ այս եւ այլ համապատասխան հարցերի պատասխանները կստանան գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Նինո Ծերեթելիից եւ ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Էկատերինե Խուցիշվիլիից։ Հանդիպումը տեղի կունենա Microsoft Times-ի միջոցով, օնլայն միացումը կտևի 1 ժամ 16:00-ից մինչև 17:00 հատուկ հղումով։ Հիշեցնենք, անվճար են թե պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցող ուսուցիչների առարկայական քննության գրանցումը եւ թե պրակտիկոս հատուկ ուսուցչի կարգավիճակ ունեցող ուսուցիչների քննության գրանցումը։ Հանդիպումը տեղի կունենա Microsoft Times-ի միջոցով, օնլայն միացումը կտևի 1 ժամ 16:00-ից մինչև 17:00։ Հիշեցնենք, գրանցումը քննությունների բացարձակ անվճար է։ Թեկնածուները, որոնց անհրաժեշտ է հատուկ միջավայր, պետք է գրանցման ժամանակ նշեն հատուկ պայմաններ։ Այնուհետև մինչև հոկտեմբերի 8-ի ժամը 16:00-ն համապատասխան առողջական տեղեկանքը ներկայացնեն ազգային գնահատման եւ քննությունների կենտրոն հասցե Թբիլիսի Մինդելիի փողոց թիվ 9, իսկ մարզերում կրթական ռեսուրս ցենտր։